Միջազգային գլխավոր զարգացումների առանցքում շարունակում է մնալ մերձավոր արևելքը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են պատերազմի դադարեցման մասին հնչող հայտարարություններին։ Նրա խոսքով Վաշինգտոնը մի կողմից խոսում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել տարածաշրջան։ Ի պատասխան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը մնում է Իրանի միջուկային զենքի ստեղծման կանխումը։ Նրա խոսքով այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվել եւ առաջիկա շաբաթներին դրանց արդյունքները կարող են ավելի տեսանելի դառնալ։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը որևէ երկրից թույլտվություն չի խնդրելու պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար եւ պատրաստ է իր գիտատեխնիկական ձեռքբերումներով կիսվել բարեկամ երկրների հետ։ Արեֆը ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների առջև ազգային անվտանգության ապահովումը անմիջականորեն կախված է նորարարությունների ներդրման եւ երկրի գիտական ինքնիշխանության ամրապնդման հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն դիմակայել արտաքին ճնշմանը։ Իրանի հարավում Բենդեր Աբաս քաղաքում բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներ, դեպքի պատճառը դեռ հայտնի չէ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում չի ձերբակալվի։ Իսկ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ եթե միջազգային քրեական դատարանը որևէ անձի նկատմամբ ձերբակալման օրդեր է տալիս, ապա այն պետք է կիրառվի։ Նրա խոսքով Նեթանյահուն պատասխանատվություն է կրում Գազայում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Չինաստանի նախագահ Սին Ցзինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում գործակցության նոր կոալիցիայի ստեղծման մասին, որին միացել է 29 երկիր։ Նրա խոսքով արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի միջազգային գործակցության վրա եւ մշտապես մնա մարդու վերահսկողության ներքո։ Թբիլիսիում հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք փողոցներ, ինչի հետևանքով դժվարացել է երթևեկությունը։ Որոշ հատվածներում մեքենաները մնացել են ջրի մեջ, մասնագետները զգուշացնում են նոր տեղումների, հնարավոր սողանքների եւ սելավների վտանգի մասին։ Եվ վերջում աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը դիտող զինվորականների վրա հարձակվել են դիմակավորված անձինք ձողերով եւ մահակներով, տուժել է 6 մարդ, այդ թվում 3 զինծառայող։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։